Աստղաբան Թամարա Գլոբան կանխատեսում է ներկայացրել բոլոր կենդանակերպի նշանների համար։ Նա ներկայացրել է նոր ամսվա ընթացքում յուրաքանչյուրին սպասվող իրադարձությունները և թե ինչ ծրագրեր կիրականանան։ Թամարա Գլոբան կանխատեսում է ներկայացրել բոլոր կենդանակերպի նշանների համար։ Որոշները հոկտեմբերին ավելի շատ բախտ կունենան, իսկ մյուսները ավելի քիչ։ Այսպիսով, ինչ է սպասվում այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին նոր ամսում։ Խոյեր։ Հիմա այն ժամանակն է, երբ կարևոր է ուշադիր հետևել ձեր կյանքի բոլոր կողմերին։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և տնային գործերին։ Դուք հիանալի հնարավորություններ կունենաք ձեզ մասնագիտորեն ապացուցելու համար, իսկ կանայք ձեզ զգալի աջակցություն կցուցաբերեն, հատկապես հոկտեմբերի առաջին կեսին։ Այս ամիսը բարենպաստ է ապագա հաջողության հիմքը դնելու համար։ Այնուամենայնիվ, ամսվա վերջին պետք է զգույշ լինել ճանապարհներին և խուսափել անծանոթներին վստահելուց։ Այս ժամանակահատվածում կարևոր կլինի նաև սիրելիների հետ հարաբերությունները։ Ցուլեր։ Դուք կարող եք քննադատական մեկնաբանություններ ստանալ ձեր ընկերներից ձեր թույլ տված սխալների վերաբերյալ, բայց ձեր սիրելիները պատրաստ են աջակցել ձեզ ձեր բոլոր ջանքերում։ Ամսվա սկիզբը բարենպաստ ժամանակահատված կլինի սիրային հարաբերությունների համար։ Դուք կկարողանաք ավարտել ավելորդ նախագծեր և սկսել իրականացնել նոր գաղափարներ, որոնք կարևոր են ինչպես ձեր կարիերայի, այնպես էլ անձնական կյանքի համար։ Այնուամենայնիվ, ամսվա երկրորդ կեսը լարված կլինի հնարավոր հակամարտությունների և անհամաձայնությունների պատճառով։ Կարևոր է պահպանել հանգստություն և համբերություն, քանի որ սիրելիների աջակցությունը կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Երկվորյակներ։ Հոկտեմբերին դուք կկենտրոնանաք ձեր մասնագիտական գործունեության և առողջության վրա։ Ձեր առողջության հետևումը և առօրյա խնդիրների լուծումը հատկապես կարևոր են ամսվա երկրորդ կեսին։ Հոկտեմբերի առաջին շաբաթը և վերջին կեսը հարմար են ուրիշների հետ ակտիվ փոխազդեցության համար։ Ներկայացումները, հանդիպումները և նոր ծանոթությունները թույլ կտան ձեզ ցուցադրել ձեր կարողությունները և բացել դուռը կարիերայի առաջխաղացման համար։ Աշունը կբերի հաճելի անձնական իրադարձություններ, այդ թվում ընտանիք կազմելու կամ երեխա ունենալու հնարավորություն։ Ուշադրություն դարձրեք ճանապարհային ռիսկերի աճին հոկտեմբերի երրորդ տասնօրյակի կեսերին։ Ամսվա վերջը կարող է բերել գործընկերների հետ կոնֆլիկտներ կամ գործնական կապերի խզում։ Հիշեք ձեր ընտանիքի մասին հոգ տանելու կարևորության մասին։ Խեցգետիններ։ Այս ժամանակահատվածը իդեալական է ֆինանսական խնդիրները լուծելու և եկամուտը մեծացնելու համար։ Ակտիվ կենսակերպը ձեզ օգուտ կբերի, բայց գոհ եղեք ճանապարհորդելիս, հատկապես հոկտեմբերի երկրորդ շաբաթվա վերջում և երրորդ տասնօրյակի կեսերին։ Ձեր տունը կլցվի դրական էներգիայով շնորհիվ ժամանող հյուրերի, որոնք կբացեն նոր հեռանկարներ և հետաքրքիր գաղափարներ։ Սա լավ ժամանակ է ինքնազարգացման, ստեղծագործականության և հրապարակային ելույթների համար։ Ուշադրություն դարձրեք ձեր երեխաների բարեկեցությանը։ Հոկտեմբերը խոստանում է բարենպաստ ամիս լինել ընտանեկան պլանավորում սկսելու և հնարավոր է ձեր ընտանիքը ընդլայնելու համար։ Առյուծներ։ Այս ամսվա ընթացքում ձեր ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի ծնողներին օգնելու և տնային տնտեսության պահպանման վրա։ Ստուգեք ձեր գույքի վիճակը և վերահսկեք տանը կատարվող ցանկացած վերանորոգում։ Անսպասելի խնդիրներից կամ վնասներից խուսափելու համար հատուկ ուշադրություն դարձրեք ամսվա սկզբին, առաջին շաբաթվա վերջին և երկրորդ շաբաթվա սկզբին, երկրորդ շաբաթվա վերջին և ընդհանուր առմամբ հոկտեմբերին։ Չնայած տնային գործերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, սա նաև լավ ժամանակ է անձնական շփման և զարգացման համար։ Ճանապարհորդությունները և կրթական միջոցառումները հաջող կլինեն հոկտեմբերի առաջին շաբաթում և երկրորդ կեսին։ Ամսվա վերջը պահանջում է ուշադիր ուշադրություն դարձնել ձեր սիրելիներին և ընկերներին, այնպես որ փորձեք չմոռանալ նրանց մասին։ Կույսեր։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է եկամուտը մեծացնելու և նոր հնարավորություններ գտնելու համար ընկերների, ընտանիքի և համախոհների միջոցով։ Օգտագործեք այս ժամանակը ձեր գրավչությունն ու ոճի զգացումը ցուցադրելու համար։ Ուշադրություն դարձրեք ձեր անձնական կյանքին, առողջությանը և արտաքին տեսքին։ Հնարավոր է ժամանակն է թարմացնել ձեր զգեստապահարանը։ Հոկտեմբերի առաջին օրերը, առաջին տասնօրյակի ավարտը և երկրորդ տասնօրյակի սկիզբը կարող են թանկ լինել, ուստի լավագույնն է նախապես պլանավորել ձեր ֆինանսները։ Ձեր հասարակական ակտիվությունը կաճի և դուք նոր ծանոթություններ կհաստատեք։ Ամսվա երկրորդ տասնօրյակը կարևոր իրադարձություններ կբերի ձեր սիրելիների հետ հարաբերություններում, այնպես որ ուշադիր և հոգատար եղեք։ Այս ժամանակահատվածը հիանալի է կրթական միջոցառումների, հրապարակային ելույթների և պայմանագրերի կնքման համար։ Չնայած երրորդ տասնօրյակը հստակ զգուշություն կպահանջի փաստաթղթեր ստորագրելիս։
Կշեռքներ։ Դուք կդառնաք ուրիշների կողմից ավելի մեծ հետաքրքրության առարկա, հատկապես հոկտեմբերի առաջին շաբաթում։ Այս ժամանակահատվածը իդեալական է կրթության, համաձայնագրեր կնքելու, հանդիպումներ կազմակերպելու և նոր նախաձեռնություններ սկսելու համար, որոնք կորոշեն ձեր ապագա զարգացումը, թե դրական, թե բացասական առումով։ Դուք անընդհատ ճնշման տակ կլինեք վերահսկողության համար, ինչը չի կարելի անտեսել։ Ամսվա ընթացքում ամենակարևոր խնդիրը կլինի անհրաժեշտ միջոցների հայթայթումը, որը կապված է մի շարք դժվարությունների հետ, որոնք հիմնականում առաջանում են հոկտեմբերի սկզբին, երկրորդ շաբաթվա սկզբին և երրորդ շաբաթում։ Միևնույն ժամանակ ձեր նկատմամբ հետաքրքրությունը կշարունակի աճել։ Հոկտեմբերի երկրորդ կեսին ձեր գրավչությունը կաճի, գրավելով նոր ծանոթություններ և ամրապնդելով ձեր դիրքերը ընթացիկ նախագծերում։ Կարիճներ։ Հոկտեմբերը դառնում է այս տարվա կարևոր ամիս, որը բնութագրում է ակտիվության աճով և միաժամանակ մի քանի նախագծեր և գործողություններ համատեղելու անհրաժեշտությամբ։ Սա ճանապարհորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու, ձեր սեփական նախաձեռնությունը խթանելու և ուրիշների ուշադրությունը գրավող առաջնորդական որակներ ցուցադրելու ժամանակ է։ Ձեր գործողություններն ու արարքները կլինեն ընկերների և ծանոթների հսկողության տակ, ինչը կարևոր դեր կխաղա ամսվա սկզբին։ Հակամարտությունները անխուսափելի են, և դուք կունենաք ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ, հատկապես հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Երրորդ տասնօրյակի կեսը կնշանավորվի դժվարություններով, և դուք կարող եք ստիպված լինել զիջել ձեր դիրքերը։ Ֆինանսական ռիսկերը մեծանում են ամսվա վերջին, ուստի ուշադրություն դարձրեք ձեր ծախսերին և հնարավոր կորուստներին։ Ձեր առողջությանը հոգ տանելը պարտադիր է։ Աղեղնավորներ։ Հոկտեմբերին կարևոր է զգոն մնալ և ուշադրություն դարձնել ձեր շրջապատին։ Կա խաբվելու կամ գողանալու ռիսկ, նույնիսկ նրանց կողմից, ում դուք համարում եք հուսալի, հատկապես ամսվա առաջին օրերին, երկրորդ տասնօրյակի սկզբին և երրորդ տասնօրյակի կեսերին։ Ամսվա վերջը կարող է մարտահրավերներ բերել անձնական ծրագրերին և զուգընկերների հետ հարաբերություններին։ Խուսափեք ծանրաբեռնվել բազմաթիվ նախագծերով և առաջադրանքներով, իրատեսորեն գնահատելով ձեր սեփական ուժեղ կողմերը հոգնածությունն ու հիվանդությունը կանխելու համար։ Հեռավոր ընկերներն ու սիրելիները կաջակցեն։ Հոկտեմբերի երրորդ կեսը հնարավորություն կտա իրականացնել նոր ծրագրեր և նախագծեր։ Այդ եղջյուրներ։ Առաջիկա ժամանակահատվածում արտադրողականությունը կհասնի փորձառու մասնագետների հետ համագործակցության, այլ ոչ թե անկախ ջանքերի միջոցով։ Ամսվա առաջին կեսին դուք կզգաք սեր, հիացմունք և գնահատանք ձեր հայրենի քաղաքից հեռու։ Ղեկավարները կհետևեն ձեր գործողություններին և կտրամադրեն անհրաժեշտ աջակցություն։ Ձեր նվաճումները վերահսկողները կստեղծեն պայմաններ առաջխաղացման և գործունեության նոր ոլորտների բացման համար։ Այնուամենայնիվ, որոշ առաջարկվող նախագծեր կարող են ձախողվել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում։ Ջրհոսներ։ Հոկտեմբերի առաջին շաբաթը բարենպաստ է վերապատրաստման, առևտրային կապերի, զարգացման և հեռավոր գործընկերների հետ գործարքներ կնքելու համար։ Սա իդեալական ժամանակ է բանակցությունների և պայմանագրերի կնքման համար։ Այնուամենայնիվ, դժվարություններ կառաջանան առօրյա հարցերում և ընտանեկան հարաբերություններում։ Ձեր անձնական կյանքի խնդիրները կպահանջեն սիրելիների հետ զգույշ վարվելակերպ։ Ղեկավարության վերահսկողությունը կստեղծի լրացուցիչ բեռ, որը դուք պետք է հաջողությամբ կրեք։ Չնայած մարտահրավերներով լի ժամանակահատվածին փորձեք սահմանել հավակնոտ նպատակներ, միաժամանակ պահպանելով հարգանքը ուրիշների նկատմամբ, այս մարտահրավերները հաղթահարելով դուք կստանաք արժանի վարձատրություն և կբացահայտեք լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ։ Ձկներ։ Հոկտեմբերի սկիզբը կբերի բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ և հնարավորություններ, որոնցից շատերը կպահանջեն զգալի ջանքեր և խոչընդոտների հաղթահարում։ Այսպես կավարտվի առաջին շաբաթը և կսկսվի երրորդը։ Դժվար ժամանակներ են սպասվում ձեզ տնից հեռու, հատկապես ամսվա երրորդ տասնօրյակում։ Անհրաժեշտ է հատկապես զգույշ լինել ֆինանսական հարցերում, ուշադիր ընտրել ձեր խոսքերը և խուսափել կասկածելի անձանց հետ գործ ունենալուց։ Ձեր բազմաթիվ նոր ծանոթությունների մեջ կլինեն այնպիսիք, ովքեր կփորձեն շահագործել ձեզ։ Զգույշ եղեք այն մարդկանց հետ, որոնց լավ չեք ճանաչում։ Այնուամենայնիվ, առջևում դրական փոփոխություններ և ապագայի համար շահավետ ծրագրեր են սպասվում։ Ձեր անցյալի մարդիկ դատապարտված են դրական դեր խաղալ ձեր ճակատագրում։ Ինչ եք կարծում։ Գլոբայի հոկտեմբերյան կանխատեսումը հարմար է ձեզ համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում։